մի առանցքային խնդիր հասկանանք վարչապետի ասուլիսից։ Սա հերթական ասուլիս էր վարչապետի, թե ամեն դեպքում պատճառը բանակցային գործընթացի ակտիվացում։ Եվ բավական ժամանակ էր ինչ վարչապետը չէր հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, բավական հարցեր էին կուտակվել, թե ներքաղաքական, թե հասարակական, թե արտաքին քաղաքական եւ նաեւ հաշվի առնելով այն, որ մայիսի սկզբից ակտիվացավ բանակցային գործընթացը եւ նաեւ այն, որ այսօր արտաքին գործերի նախարարը հայտարարեց, թե 1-2 հարցի վերաբերյալ հնարավոր է եղել համաձայնություն ձեռք բերել, հավանաբար պետք էր դա մատուցել հասարակությանը եւ հասկանալ հասարակության արձագանքները։ Դե գումարվում է նաեւ վարչապետի որդու հետ պատահածը։ Այո, ես նշեցի հասարակական որոշակի գործընթացներ, հավանաբար այդ մասին շատ չծավալվի։ Ինչպես հասկանալ, Ռոբերտ, որին պետք է հաջորդի։ Մենք հիմա կանցնենք որոշ դետալների, անվտանգային խնդիրների, բայց խոսքը գնում է տարածքային ամբողջականություն ճանաչելու հարցի շուրջ եւ գնում է նաեւ սահմանազատման շուրջ, բայց դրանք ինչքան էլ փորձենք առանձին ներկայացնել, խիստ փոխկապակցված են։ Որը որին է հաջորդելու, ինչ է կարծում։ Ես չեմ կարծում, որ մենք ունենք այսպես հստակ սահմանված այսա կլինի, հետո սա կլինի, այդպեսի ինչ որ այսպես ասենք, այդպիսի ապագա, տեսանելի ապագա մենք չունենք։ Մենք ունենք գործընթաց, որը բազմաշերտ է, բազմաբարդ է, որը տևելու է բավական երկար, իմ գնահատմամբ տևելու է տարիներ։ Հենց բուն գործընթացը։ Իդեպ նույնը հաստատում էր նաև մեր ռուսաստանյան գործընկերը, որ Այո, ես համաձայն եմ։ Այո, դա բավական երկար ժամանակի խնդիր է եւ նույնիսկ ես ասեմ, հնարավոր է տարիների ընթացքում այնպիսի փոփոխություններ լինեն, որ այս բոլոր համաձայնությունները այլևս իմաստ չունենան։ Բազմաթիվ փոփոխություններ կարող են լինել, ինչպես օրինակ 1918-20 թվականներին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային հարցերի վերաբերյալ փոքր այդպես պատերազմի նման մի բան, որից հետո որոշակի ստատուս քվո էր հաստատվել, ինչը 1921 թվականից հետո այլևս իմաստ չուներ։ Այսպիսի երևույթներ լինում են աշխարհակարգի փոփոխության փոփոխում մենք գտնվում, հնարավոր են բազմաթիվ ուրեմն այլընտրանքային զարգացումներ, որոնց դեպքում որ այլևս այս հարցը իմաստ չի ունենա, որին պետք է հաջորդի։ Իսկ ընդհանուր առմամբ, այո, Հայաստանը եւ Ադրբեջանը այսօր բանակցում են ինչ որ փաստաթուղթ ստորագրելու շուրջ, որը դեռ գոյություն չունի, այս փաստաթուղթը որպես այդպիսին գոյություն չունի, որը պետք է հետո ստորագրվի, որը հավանաբար մոտ ապագայում գոյություն չի ունենա, բայց որի կետերի վերաբերյալ քննարկումները կտևեն անընդհատ, քանի դեռ դա պետք է միջազգային հանրությանը, Ռուսաստանին, Արևմուտքին եւ մնացած բոլոր դերակատարներին։ Ուշագրավ է, որ Ալիևն էլ է խոսել այսօր։ Այո։ Եվ խաղաղության, ուզում եմ բառացի, խաղաղության պայմանագրի ստորագրումը անխուսափելի համարել։ Այո, երբևէ այդպիսի դա նորմալ է, դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը արդեն որոշակի առումով իր հաղթանակի, ասենք, մինիմում ծրագրերը իրականացրել է եւ պետք է ինչ-որ չափով իր ժողովրդին պատրաստի նրան, որ ամեն ինչ չենք կարող ստանալ, բայց ստացել ենք, իհարկե դա կներկայացնի որպես հաղթանակ։ Ես մի օրինակ բերեմ, մի մեջբերում առաջին նախագահի, եթե չեմ սխալվում, խաղաղություն թե պատերազմ այդ լրջանալու պահայտ աշխատանքից, այնտեղ նաեւս խոսում էր այն մասին, որ իրավիճակը ես կներկայացնեմ որպես Հայաստանի հաղթանակ, նա կներկայացնի որպես Ադրբեջանի հաղթանակ, եւ դա նորմալ է, դիվանագիտության մեջ դա նորմալ է։ Ադրբեջանը Ալիևը կոնկրետ պատրաստում է իր ժողովրդին նրան, որ ի վերջո ինչ որ համաձայնության Հայաստանի հետ գալու է, բայց թե այդ վերջը երբ պետք է լինի, ինչպես նշեցի, դեռևս չի երևում։ Փաշինյանն ասում է խաղաղության պայմանագիրը նպատակ չէ, միջոց է։ Հենց այն է ասում, ինչ եւ ձեր ուրեմն նախորդ զրուցակիցը ասաց եւ ես եմ կրկնում, որ այդ պայմանագրի կնքումը կամ այդ թուղթը եթե լինի, եթե ինչ որ ժամանակ հետո ստորագրվի, դրանից հետո պետք է սկսվի աշխատանք։ Եվ աշխատանքը ոչ միայն սահմանազատումն է, աշխատանքը նաեւ երկու հասարակությունների միմյանց հետ, միմյանց կողքին ապրելու նախապատրաստումը, ինչը կարող է տևել սերունդներ։ Այստեղ կարևոր է նաև մյուս խաղացողները, ավելի շուտ երաշխավորը, ով է այդ։ Հասկանալի չէ, թե երաշխավորը ով է, այսօր Փաշինյանի հարցազրույցից տպավորություն ստեղծվեց, որ այնուամենայնիվ թե Հայաստանը, թե Ադրբեջանը արդեն
որպես երաշխավոր չեն դիտարկում Ռուսաստանին, ըստ իմ տպավորության, բայց թե ում են դիտարկում այս պահին հասկանալի չէ։ Ես ինքս իմ կողմից կարող եմ նշել, որ այս պահին աշխարհում մեկ ուժային կենտրոն կա, որը կարող է երաշխավորել, որ երկու կողմերը, ովքեր ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն, կկատարեն այդ փաստաթղթի իրականացումը, այսինքն այնքան ուժ ունի, որ կարող է ստիպել, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, բայց դա փաստ չէ, որ հենց Միացյալ Նահանգները կլինի, գուցե լինեն այլ ուժեր, որոնք նույնիսկ կարող այս բան չեն երևում, բայց հետագայում գուցե հայտնվեն։ Դե այդ դեպքում հարց է առաջանում, հիմա որ հարթակում է տեղի ունենում իրական խոսակցությունը։ Չեմ կարծում, թղթի վրա հիմնված խոսակցություն։ Ես չեմ կարծում, որ որևէ հարթակում այս բանին թղթի վրա հիմնված խոսակցություն կա։ Խոսակցությունը մեկն է, խոսակցությունը ընդհանուր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնությունների նույնը կլինի եւ մի երկու օրից Մոսկվայում։ Նույնը կլինի Մոսկվայում, նույնը կլինի Բրյուսելում, Քիշնևում, չգիտեմ, որտեղ որ կլինի, բոլոր տեղերում նույն խոսակցության առանցքը կլինի, բայց կլինեն բազմաթիվ նրբերանգներ, որոնք կտարբերվեն։ Օրինակ, ես համոզված եմ, որ Ռուսաստանում ռուսական կողմը փորձելու է այնպես անել, որ Արցախի հարցը անպայման արծարծվի այդ բանակցություններում։ Արևմուտքը գուցե ընդհակառակը փորձի Արցախի հարցը առանձնացնել այդ բանակցություններից կամ այստեղ տերմինների խաղ է գնում։ Այո, նրբերանգների խաղ է գնում, առանցքը նույնն է, առանցքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխհարաբերությունների նորմալացումը եւ այդ ենթադրյալ փաստաթղթի ձևակերպումն է։ Իհարկե, որտեղ որ ի վերջո ստորագրվի դա այդ ուժային կենտրոնը կներկայացնի որպես իր մեծ հաղթանակ, բայց ինչպես նշեցի, մոտ ապագայում դա չի սպասվում, այնպես որ կարծում եմ ուժային կենտրոնները այս պահին նույնիսկ այդ մրցակցությունը չեն սկսել, թե որտեղ է ստորագրվելու։ Ընդհանուր առմամբ ամեն մի ուժային կենտրոն փորձում է ամեն մի քայլ առաջ կատարելիս իր այդ շահերի խումբը հնարավորինս այդպես ուրեմն ենթատեքստում մտցնել։ Բայց կարգավիճակ եզրույթը կարծես դուրս է գալիս ընդհանուր։ Տեսեք, կարգավիճակի մասին այսօր վարչապետը մի քանի անգամ խուսափեց խոսելուց, նույնիսկ ուղիղ հարցին նա չպատասխանեց եւ ճիշտ արեց, ես կարծում եմ, այստեղ այսպիսի հարց կա. Հայաստանը պնդում է, որ Արցախի ժողովուրդը ունի իրավունքներ եւ անվտանգության իրավունք ամենաառաջինը։ Այդ անվտանգության եւ այդ մարդու մնացած իրավունքների իրացման որ ճանապարհը կընտրվի, դա ապագայի հարց է։ Եվ այդ ճանապարհը իմիջիայլոց որևէ կերպ չի բացառում կարգավիճակի կամ ինքնորոշման կամ անկախ պետության հարցը։ Որևէ մեկը չի կարող դա բացառել։ Ուղղակի այս պահին դրա մասին խոսելը ըստ իս նպատակահարմար չէ։